Այսօր ու մանդուկներ պաշտպանության նորն է։ Փոքրիկ Արգիշտի Պլուզյանն է այսօր նրա համար կրկնակի տոն է վաղարավոտից սիրով ու ջերմությամբ շրջապատված փոքրիկին իր նվերը մատուցեց նաև Ֆինկա ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Քաղցրավենիք, փուչիկներ եւ արևային գլխարկներ ստացավ ոչ միայն Արգիշտին, այլև Վանաձորի հազարավոր փոքրիկներ։ Ֆինկա ունիվերսալ վարկային կազմակերպության առաջին կանգառը Վանաձորի մանկատունն էր։ Այնտեղ փոքրիկներին իսկական տոներ սպասվում։ Ֆինկայի աշխատակիցները արդեն երկրորդ անգամ են այստեղ։ Մանկատան բնակիչները իրենց հյուրերին չեն մոռացել, ավելին նրանց համար երգում ու պարում են եւ տոնում հունիսի 1-ը։ Թույլ տվեք շնորհավորեմ այսօրվա տոնի կապակցությամբ բոլոր աշխարհի բոլոր մանուկներին, ցանկանանք իրենց անամպ երկինք, առողջություն եւ միշտ ժպիտ թող իրենց բարգեւի այս ամբողջ աշխարհը։ Թող չունենան ոչ մի հոգսը։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է ու երեխաները ավելի ուրախ են։ Այսօրվա օրը յուրահատուկ է մեր մանկատան երեխաների համար այնքանով, որ սա տարվա մեջ իրանց համար ամենաուրախ օրերից մեկն է։ Ուրախ օրերից մեկն է նրանով, որ իրանք շրջապատված են բարի ու հոգատար մարդկանցով, բարեգործներով։ Ֆինկայի հաջորդ ուղղությունը դեպի Վանաձորի այգիներն են, նրանց դժվար չէ տարբերել։ Կարմիր վերնազգեստով երիտասարդները իրենց նվերներով ու ուրախ տրամադրությամբ անմիջապես արժանանում են փոքրիկների ուշադրությանը, ստանում նվերները եւ շարունակում տոնել։ Ֆինկա ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից Վանաձորում երեխաներին բաժանվեց ավելի քան 7000 փուչիկ եւ արևային գլխարկ։ Կազմակերպության աշխատակիցները եղան նաեւ Գեղագիտության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։ Ֆինկայի աշխատակիցներին կենտրոնի փոքրիկները ուրախացրին երգ ու պարով, հյուրերն էլ երեխաների օրը իսկական տոն դարձրին։ Բոլոր մանուկներին ես կմաղթեմ առողջություն, երկար տարիների կյանք, թող իրենց ծնողները միշտ իրենց հետ լինեն։ Սա պարզապես գեղեցիկ քայլ է, որ մարդկանց անտարբեր չի թողնում։ Հա, երբ որ մարդը առանց հրավիրելու հայտնում է իր ցանկությունը միանալու, մասնակցելու, աջակցելու, դա ուղղակի այսօր մեր օրերում դա իրոք գովելի է եւ խրախուսելի։ Տոնական ակցիան եզրափակվեց դիմաց թաղամասի այգում։ Այստեղ էլ Ֆինկան միացավ հայորդաց տան կողմից կազմակերպված միջոցառմանը։ Կավճանկարը, երգն ու պարը բարձր տրամադրությունն ու անհոգ ժպիտները ամբողջ օրը ուղեկցում էին փոքրիկներին։ Հանձնելով նվերները Ֆինկայի ներկայացուցիչները բոլոր փոքրիկներին շնորհավորում ու անհոգ մանկություն են մաղթում։ Սարգիս Գոքորյան, Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Մոլորակ։